Պարոն Ղուկասյան, Գյումրու արտահերթ ընտրություններից 2 օր է անցել եւ բոլորը սպասում են Մարտուն Գրիգորյանին։ Դուք այս ընթացքում պարոն Գրիգորյանի հետ խոսել եք անձամբ ուղիղ դուք կամ օրինակ միջնորդավորված։ Ինչ է ձեզ հայտնի, այսպես տպավորություն է, որ այդուհանդերձ ընդդիմությունը չի կարողանում միավորվել։ Ես հարցազրույց տվել էի ձեզ։ Հիմա դուք նորից եկաք ինձանից ուզում եք հարցազրույց վերցնել։ Դուք պետք է վերցնեք Մարտուն Գրիգորյանից, ոչ Վարդան Ղուկասյանից։ Ես տեսնում եք ինչքան հասանելի եմ լրատվական կառույցներին, հետո ասում եք, թե պարոն Ղուկասյանը հարցազրույց չի տալիս։ Ով զանգ է տալիս, ես հարցազրույց եմ տալիս, ով գալիս է, ես չեմ փախնում կամ բան չեմ անում։ Ես ուղղակի այսպես ձայներ եմ լսում, ինչ որ խոսակցություններ եմ լսում, բայց հստակ ոչ մի բան չէ։ Եվ ես անձամբ իր հետ մենք չենք խոսել, չենք պայմանավորվել, չենք դրել, չենք վերցրել։ Մենք սպասում ենք։ Մենք, օրինակ ես սպասում եմ, ինքը պիտի պատասխանի, մենք սպասում ենք։ Պարոն Ղուկասյան, այսինքն Մարտուն Գրիգորյանը ըստ ձեզ ինչին է սպասում 2 օր է։ Ես չգիտեմ ինչին է սպասում, բայց մի բան գիտեմ, որ ամեն ինչից շատ, ամեն ինչից առավել, օրինակ ես ապրում եմ անունի համար, որ անունիս վատ բան չլինի։ Եվ իմ ապրելակերպին, որ ասենք կյանքում ես պարզ-ճակատ կարողանամ քաղաքում եւ ընդհանուր առմամբ մանկալ, որովհետեւ մարդը ապրում է իր անունի համար, իմ համար եմ ասում ես։ Եվ յուրաքանչյուր մարդ այդպես պիտի ապրի։ Բայց այդ հարցերը հավանական է դուք իմ վրայով ես ասեցի։ Իրենց համար իրենցից կհարցնեք, իրենք ձեզ կպատասխանեն, ես հույսով եմ։ Եվ դրանից հետո յուրաքանչյուրի գնահատականը մենք կտանք իհարկե։ Մենք նայում ենք ամեն մարդու ապրելակերպը, ով ոնց ապրում է, ինչ անում է, հետո ծածուկ բան երբեք չի կարող լինել, ասեմ ձեզ։ Այս տարում նամանավանդ 21-րդ տարում ոչ մի բան ծածուկ չի լինի։ Մենք հասկանում ենք, թե ինչ է պատճառը, ուղղակի չենք ուզում բարձրաձայնել, թե ում հետ են իրենք պայմանավորվելու, ինչ են անելու, մենք դա հասկանում ենք, դրա համար մենք սպասում ենք, հետո մենք անպայման կասենք։ Ես հիմա չեմ ուզում որևիցե մի գնահատական տալ, ով համբերեն ակեց է, մենք սպասում ենք։ Համբերի, որ համը բերես, տես համբերի, համը բեր։ Հիմա մենք սպասում ենք, որ համը բերենք։ Պարոն Ղուկասյան, տեսեք, չնայած որ այս պահին Մարտուն Գրիգորյանի ձայնն է վճռորոշ այն առումով, որ ինքը պետք է ձեզ ձայն տա, որ դուք դառնաք քաղաքապետ, բայց նաև ընտրություններ են, քաղաքականություն է եւ ոչինչ չի բացառվում։ ՔՊ-ի հետ օրինակ խոսել եք, իրենք ձեզ ձայն տան, որպեսզի դուք դառնաք քաղաքապետ հանուն Գյումրեցու շահ։ Գիտեք ինչ, հիմա ես այդպես խելագարված չեմ քաղաքապետ դառնալու բան, որ ասենք, գիտեք, իմ ամեն ինչը բան, ես պիտի անպայման քաղաքապետ դառնամ։ Իմ նպատակն է, որ ՔՊ-ն չանցնի, որովհետեւ այսօր ես Քարոզ Արշավին ինչ էի ասում։ Ես չէի ուզում դառնալ քաղաքապետ, որովհետև ես գիտեմ, թե դա ինձ ծանր գործ է, ինչ է, ու հիմա ես նորից կամ մտնեմ այդ լծի տակ, ինձ դա չէ որ վերել է։ Ինձ վերել է երկրի ճակատագիրը, Հայաստանի Հանրապետության։ Եվ բոլորը դա լավ գիտեն, բոլորը այսօր։ Եվ այս ձայները, դա ՔՊ-ի ձայները չի, որ իրանք այսքան ձայն են հավաքագրել, մենք գիտենք, թե ինչ սկզբունքով իրենք հավաքագրեցին եւ գումար բաժանելով եւ մարդկանց բերելով եւ կեղծիքներ եւ ամեն ինչ, մի խոսքով, այդ բոլորը տեսել ենք եւ հիմքերը կան։ Բայց հիմա սա այլ բան է եւ քաղաքապետը ինձ համար այդպես խելագարություն չէ, ոչ է բան է։ Ես եկել եմ, որ ՔՊ-ն չանցնի։ Ես դրա համար եմ առաջադրել իմ տեխնազությունս ու այսքան բաների մեջ, այսքան իմ վրեն գործ հարուցած, այսքան խնդիրների, այսքան խնդիրների մեջ ես եկել եմ ազգի, հայոց ազգի շահերը պաշտպանելու։ Պարոն Ղուկասյան, այսինքն դեմ չեք լինի նաև եթե Մարտուն Գրիգորյանը հենց քաղաքապետ դառնա, այսինքն դուք ձեր ձայնը կտաք Մարտունին։ Գիտեք ինչ, ընդհանրապես կյանքում չի եղել բան, դեպք, որ ասենք մեկը քիչ ձայն հավաքած լինի եւ շատ ձայներ հավաքածները, ուրեմն ձայները տան ինչ որ քիչ ձայն հավաքածներին։ Հետո մենք
դրանից հետո գործ ունենք անելու։ Այսինքն մենք լուրջ ծրագիր ենք ներկայացրել, որ դուք լսել եք իմ ծրագիրը, թե ինչ է լինելու, ոնց է լինելու, հետո քաղաքի հետ էլ կապված իհարկե առաջի խնդիրը եղել է նա, որ ասենք կփնճանցնի, դե երկրորդն էլ ես լուրջ ծրագրեր եմ ներկայացրել, որ հավանական է ոչ ոք չի կարող այդպես ներկայացնել իմ ասածներս։ Այսինքն Գյումրիի բյուջեի հետ կապված ես ասում եմ, որ կառավարությանը պետք է դադիտամ, եթե հանգարցակի իրենք քաղաքի հասանելիքները չտվեցին, այսինքն 30 միլիարդ։ Դուք հասկանում եք ինչ բան է քաղաքի համար 30 միլիարդ դրամը։ Դուք պատկերացրեք, թե դա ինչ թվեր է։ Եվ այդպես շարունակական, այսինքն առաջնային խնդիրը նա է, որ կփնճանցնի, երկրորդն էլ միանշանակ քաղաքի խնդիրները, որ ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ ու որտեղից պետք է սկսեմ ու ինչ պետք է անեմ։ Ես վերջը դրա լուրջ ջատագովն եմ, ճանապարհ եմ ապրել։ Այսինքն որպեսզի ՔՊ-ն Գյումրիում չունենա իշխանություն, դուք պատրաստ եք մի կողմ դնել ամեն ինչ, մոռանալ բոլոր տարածաշրջանը։ Ես 10 անգամ արդեն ասել եմ, 10 անգամ եմ ասել, ոչ թե մեկ անգամ, այո, ես պատրաստ եմ, եւ ես այդքան արտարություն, մակրություն ունեմ իմ մեջ, որ ասենք ես կարող եմ ներել ամեն ինչ գցել ոդաստակ, անձնականը։ Բայց ես ինչքան զգում եմ, սա անձնականի խնդիր չէ հիմա, եթե այսպես պահվում է այս ամեն ինչը, բայց այդ անձնական քողի տակ մարդիկ ուզում են անձնականը ինչ որ առաջ բերել, ինչ որ խնդիր բան էս կոմենկոմ առաջ քաշել, բայց ես զգում եմ, որ սա անձնական չի։ Եթե հիմա դիմացը մենք տեսանք ոչ դրական պատասխան, մենք գնահատական անպայման կտանք ու կասենք ինչի համար ու ով ինչ արեց, ոնց արեց, անպայման ասելու ենք։ Հիմա այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել։ Հիմա չեմ ուզում ասել, չեմ ուզում դնել, որովհետև հիմա եթե ես բաներ խոսամ, ինձ եւս այլ մեղադրանք կարող է ասեն, դե տեսեք ինքը ինչ արեց, բեն արեց, էս արեց, այն արեց։ Մենք սպասում ենք, դա ասված որ ճիշտ պահեն մարդիկ, իրոք պահեն հայրենասիրական, ամեն ինչ անձնականը գցեն ոդի տակ եւ պահեն պահպանեն հայրենիքի շահերը, հետո Գյումրու շահերը եւ ժողովրդի, սա կարեւոր է ինձ համար, որ երկիրը ում ձեռքին է եւ մենք ինչի համար ենք եկել այսօր առաջադրել մեր տեխնազությունը, բոլորս էլ նույնն էինք, այդ էինք ասում ընդդիմական դաշտը, ասում են ինչ որ հիմա ես կրկնեցի։ Պարոն Ղուկասյան, իդեպ պարոն Գրիգորյանն էլ էր ասում, որ ձեր անձնական տարաձայնությունները դա միայն ձերն են եւ որևէ մեկը թող չշահարկի այդ թեման։ Հետո ինքն էլ էր ասում առաջուց, որ մենք դրա մասին խնդիր չունենք, մեզ խառնեցին, ոնց որ ես եմ ասում մինչեւ հիմա, խառնել են Երևանը, ինչ որ անձնական մենք խորը թշնամական ոչ մի բան չենք ունեցել, պահի տակ ստացվել է։ Մի խոսքով հիմա մենք էլ այսօր մեր հասակը այնպեսին է, որ պետք է մենք կրակի վրա անպայման ջուր լստենք, ոչ թե բենզին։ Թե չէ դրանից հետո շարունակական եթե եղավ, ուրեմն դա լինելու մի կատիլ մեղրը, ու դա լավ հետևանքներ չի ունենալու եւ ոչ մեկին էլ դա ձեռք չի տալիս։ Դա ձեռք կտա մարդկանց, որ ես գիտեմ ովքեր են, բայց մենք ես գիտեմ ինչ կանեմ։ Եղավ, այդքան բան։ Պարոն Ղուկասյան, տեսեք, եթե ըստ մամուլում տարածվող տեղեկությունների, պարոն Գրիգորյանը ձեզ կտա քվե, որպեսզի դուք դառնաք քաղաքապետ, բայց հետո քաղաքի կառավարման գործում իրենք ասում են որևէ առնչություն չեն ունենալու։ Եթե այդ սցենարը գործի, դուք ընտրվեք քաղաքապետ, բայց այդուհանդերձ հետագայի համար են խնդիրներ առաջանում։ Դուք կդառնաք քաղաքապետ, բայց ավելի շատ մանդատ ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ այդպիսով քաղաքի կառավարման խնդիր այդուհանդերձ առաջանում է։ Դուք Ես չեմ ուզում հիմա հարցեր ավականու նիստում չկարողանալ։ Ես չեմ ուզում հիմա առաջը գնել ու կարծիք հայտնել։ Ես սպասում եմ, թե ինչ կասեն իրենք։ Եթե պետք է այնպիսի ձևով էսպես լոկ, որ ասենք գնդակը գցեն մեր դաշտը ու ասեն դե մենք մեր գործը արեցինք, հետագայում ես չգիտեմ ինչ կլինի, ոնց կլինի։ Մենք այդ ամեն ինչը հասկանում ենք, չկա այնպիսի բան, որ ասենք յուրաքանչյուր հիմիկվա քայլ, բոլորս հասկանում ենք ինչի համար արվեց սա։ Մենք անպայման այդ գնահատականը կտանք եւ ժողովրդին տեղյակ կպահենք ու կասենք այս քայլը սրա համար է արվել, որբիսի սրանից հետո առաջանա սա։ Մենք անպայման ժողովրդին կասենք, որ տեսեք ով ինչ ձևով է վերաբերվում։ Լավը արեցին, լավը կասենք, վատը արեցին, անպայման վատը կտեղեկացնենք ժողովրդին եւ դրանից հետո յուրաքանչյուր մարդ իր գնահատականը կստանա ժողովրդի կողմից։ Իդեպ
Դուք ձեր խոսքում ԿՊ-ի կապված նշեցիք, որ կաշառք բաժանելու դեպքեր էլ գիտեք դրա։ Դուք էլ գիտեք, գծի հետևում եւ մնացած տեղերում մարդիկ կամ բանդարկված են, չգիտեմ, ինչ որ քրեական գործ կա հարուցված, եւ դա ինչ որ շատ չնչին բաներն է, որ այսօր պետությունը, ուրեմն ոստիկանությունը կամ ինչ որ մի բանը այսօրվա կառույցին, պետական կառույցին ուզեցել է ինչ որ այդ կուսակցության վրա բան ոչ թե սարքել, այլ իրոք տեսել է ու բան են արել։ Հիմա դա ինչ որ չնչին միզերներ է, բայց որ լուրջ նայում ես, տեսնում ես ինչեր է կատարվել, ինչ են մեզ ասում, հասարակությունը ինչ է ասում, այդ արդեն մենք գիտենք, դուք էլ լավ գիտեք։ 6 օր առաջ ձայնագրություն էր տարածվել, որտեղ իբրև դե դուք էիք ու կաշառքին էր վերաբերում մարդկա հայհոյանքով ձայնագրությունը կհիշեք, դատախազությունը հայտարարել էր, որ ուսումնասիրում է, այսօր մենք հարցում ենք ուղարկել եւ դատախազությունից պատասխանել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 200 Ինչ լավ է, էլ բան մնացել է, էլ տեղ մնացել է այդ քրեական վարույթների, այդ քրեական վարույթ անուն որ տալիս են, բանը, ինձ դա չի փշաքաղում, էլի հասկանում ես, հետո այն գործը, որ Նիկոլը խոսում էր, ասենք Նիկոլ Փաշինյանը խոսում էր ադրբեջաներեն, դրա վերաբերյալ գործ հարուցվել է թե ոչ, դա հիմա ճիշտ է թե ոչ ինքը խոսում էր ադրբեջաներեն, մի հատ կարող եք ասել, չէ ինքը խոսում էր, չէ, ադրբեջաներեն ամբողջ սայթերի մեջ կա, դե արհեստական ինչ, արհեստական բանականություն, քանի անգամ ասում եմ, հիմա արժի նորից դրա վերաբերյալ անդրադառնալ, ես այդ հարցազրույցը տվել եմ, դուք էլ այդտեղ մասնագիծ եք եղել, հիմա դուք նորից ուզում եք բան անել, վсё, այդքան բան, հա Աղջիկ ջան, այդ ինչ արծեւ հեռախոսը վերցրել զանգել եք մարդուն։ Ոչ։ Մենք իրար ընդհանրապես չենք զանգում։ Գուցե այս ընտրությունների ֆոնին փորձեի։ Դուք հələ փորձեք մի հատ։ Եթե ձեր ինչի պատասխանում հավանականը իմն էլ չի պատասխան։ Ինք ինչ գիտեմ հեռախոսի համարը որն է։ Պարոն Ղուկասյան, այս ստեղծված իրադրության պահիմաններում ձեզ հաշտեցնելու կոչով հանդես էր եկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, բայց երկու կողմերից էլ որևէ արձագանք չի եղել եւ Սրբազանն Ես ուրախ եմ Միքայել Սրբազանը, որ բաց ասած, որ հոչի ընկնելու ձեր Ճիշտ է ասում։ Ես հարգում եմ Միքայել Սրբազանին եւ շնորհակալ եմ, որ ինքը նմանատիպ կոչով հանդես է եկել, ուրեմն ես ընդունում եմ, նախ ես գիտեմ, որ մեր մեջ հաշտեցնել բան չկա։ Իմ մոտ հաշտեցնելու ոչ մի բան չկա։ Ես խնդիր չունեմ ընդհանրապես։ Ես գիտեմ, որ ընդեղ էլ պես լուրջ բան մենք չունենք իրար հետ։ Մենք մի 10 անգամ, 30 անգամ իրար տեսել ենք եւ նենց բոլորին էլ ես տեսել եմ, իրանք էլ ինձ են տեսել բան։ Այդպես հաշտեցնել բան, այդպիսի բան չունենք մենք։ Սա ուրիշ տեղ է գնում, խնդրում եմ դրա հետ չկապեն էլի, մարդիկ ուղակի սա պատրվակ է, ավելի լավ կլինի քաղաքական բաների մեջ պատտվեն, ոչ թե ինչ որ անձնական խնդիրների մեջ։ Եվ մենք դրա գնահատական անպայման կտանք, ոչ միայն ես կտամ, ամբողջ Հայաստանի Հանրապետության ճիշտ մարդիկ, շնորհքով մարդիկ իրենց խոսքը կասեն սրա վերաբերյալ։ Հիմա սպասենք, վերջում կասենք։ Հիմա սպասենք, չգնենք առաջ, չտաբենք։ Ես հույսով եմ, որ լավ պետք է լինի։ Ես հույսով եմ, որովհետև այնտեղ տարիքով մարդիկ կան եւ չեն ուզենա, որ իրենց տղային տեսնեն ինչ որ այլ տեղ ու ինչ որ մարդկանց բան, խնդիրներ առաջ քաշած, մարդիկ թելադրեն իրենց տղային բանանեն, իրենց հայրերը, իրենց ընտանիքի մեծերը չեն թողնի։ Ես այդպես եմ հասկանում։ Իսկ մնացածն էլ հետո կապրենք կտեսնենք, երբեք մի ասա, երբեք։ Այսինքն չեն թողնի, որ միավորվի ձեզ։ Չէ, աղջիկ ջան, այնց հարցեր մի տուր ինձ, ուրիշ բան եմ ասում, դու ուրիշ բան ես ինձ ներկայացնում։ Ուրիշ բան եմ ասում, դե հիմա ճշտել մի հատ հասկանալով հասկացեք, ասեք։ Այլ հարցեր ունեք երեխեք, ասեք։ Մեկ հարց, Միքայել Սրբազանը նաև անդրադարձավ ձեր այն հայտարարությանը, որը երեք դուք արել էիք, որ մենք կադակ սիրում ենք, հա։ Հանկարծ Հա, դրա, այո։ Ես գիտեմ, որ ինքն է դենց կանի։ Այո, միասեռական մի ամուսնություն իրականացնի, դուք ասել եք, որ այո, կգնդագահարեմ, հա։ Թող ձեզ գան, տանեն դատեն։ Միքայել Սրբազանը ասաց, որ գործը ձեզ չի թողնի, որ հասնի։ Այ առաքելական եկեղեցու նման հոգևորական չի։ Փառք Աստծո, ես ուրախ եմ, ես գիտեմ, որ ինքն էլ ինձպես կառաջնորդվի, որովհետև մենք հայ առաքելական եկեղեցին դրա ամենահարաճի ողերիմ թշնամին է։
նմանատիպ ապրելակերպ ունեցող մարդկանց։ Շատ ճիշտ է ասել Միքայել Սրբազանը։ Պարոն Ղուկասյան, եթե ձեզ լավ չեմ հասկանում կամ ճիշտ չեմ հասկանում, այդ մասը որ խնդրեմ կասեք, ինչի եք խուսափում այդ հարցերից է, որ տալիս է Մարտուն Գրիգորյանի հետ առանց միջնորդության ինչ-որ խոսակցություն ունենալու կամ Որովհետև ես առաջից ասել եմ, որ մենք իրար հետ չենք խոսացել, չենք զանգել, չենք բանը։ Դու նորից ասում եք հեռախոսը վերցրեք, զանգել եք։ Հեռախոսի վրայի շապանը հանեցիք, ինչ որ ինչի մեջ էիք դրել։ Հեռախոսը բացեցիք, համարը հավաքեցիք, հեռախոսը չի կարելի։ Անցան գնացինք։